տարածքը։ Այս ոնց եք դիմանում։ Մի կերպ, չէ՞։ Հա։ Փու։ Բալիսես։ Այս հոտին ոնց եք դիմանում։ Հա, բայց անտանելի է, Հա։ Ողջույն։ Դե պետք է սարքեն էլի մի ամիս ասեմ ծեթում է։ Ինչ մի ամիս։ Բա ինչքան։ Ասեն 5-րդ ամիս։ 5 ամիս։ Հա։ Այդպես հազուկ ճամփայի սարքեն Էն էլ հա։ Հոկտեմբերի 1-ն է, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում ենք, որտեղ ըստ բնակիչների 4-5 ամիս է երիտասարդական փողոցը եւ հարակից ավտոտնակները, բնակելի շենքերը, սննդի օբյեկտները, մի քանի առևտրի կենտրոններ, փոքրիկ կենտրոններ էլի, վերածվել է մի իսկական գարշահոտի ու հակասանիտարական վիճակի։ Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Վիոլաջուր ընկերությանը, ասելով, որ 4-5 ամիս է այս ահավոր վիճակը, գարշահոտ վիճակը տիրում է, 4-5 ամիս է անընդհատ ահազանգում ենք Վիոլաջուր, սակայն ոչ մի դրական պատասխան։ Ամեն անգամ, ոնց որ ժողովուրդն է ասում, ցրողական մոտեցում են ցուցաբերում, թե խնդրին ծանոթ ենք, խնդիրը կլուծենք, կվերացնենք այս գարշահոտ վիճակը, այլևս այս կեղտա ջուրա կամ չգիտեմ ինչ ջուրա, թեպետ ահավոր անտանելի հոտ է գալիս, ինչքան մոտենում ես ավտոտնակին, այնքան հոտը ավելի է սաստկանում, իսկ Վիոլաջուրը ոչ մի միջոցներ ձեռ չի առնում։ Իմ տեղեկություններով երիտասարդական փողոցը կառավարության եւ Աբովյանի քաղաքապետարանի շնորհիվ կապիտալ հիմնանորոգվում է, սակայն այս պայն ինչքան ժամանակ է աշխատանքները ոչ իրենց մեղքով դադարեցվել է, քանի որ Վիոլաջուրը ցուցաբերում է անտարբերություն, կարելի ասել փնթի վերաբերմունք։ Աբովյանցիները նույնիսկ հումոր են ստեղծել, հումոր են հորինել, ասում են Վիոլաջուրը այս դեպքում Աբովյանցիների համար դարձել է Խաչատուր Աբովյան, դուրս է եկել ու այլևս չկա։ Հիմա դուք ավելի մոտիկից տեսնեք, այս ամբողջ այս ջուրը, կեղտը 1.5-2 կիլոմետր անգամ հոսում, հասնում է մինչև բնակելի, տեսնեք, երեխային գրկած մայրը, այս գարշահոտ, այս պայմաններում երեխային տեղափոխում է։
2 ժամվա գործ է, եթե վիոլա ջուրը սրտացավ մոտեցում ցուցաբերի 2 ժամը բավական է, որ այս խնդիրը լուծի։ Հետո էլ ասում են, թե ժողովուրդը մեզ փնովում է, ժողովուրդը մեզ չի ընդունում, որ նման փնթի ձևի աշխատեք, այդ ժողովուրդը ձեզ ոնց ընդունի։ Ժամը այս պայն ժամը 10:52 է, վիոլա ջրի ոչ մի աշխատակից չկա այստեղ, որ օրն էլ ոչ շաբաթ կիրակի չի, որ ասես հա։ Ամբողջ նույնիսկ օրվա որոշ ժամերի ասում են ջուրը այնքան վարար է գալիս, այդ կեղտաջուրը, որ լսում է շենքերի նկուղներ։ Ինձ թվում է այստեղ անելիք ունեն նաև մրցակցային տնտեսական մրցակցային հանձնաժողովը երևի իրենք էլ պետք է պարտադիր խառնվեն ու վիոլա ջրին պարտավորեցնեն։ Կառավարությունն ու Աբովյանի քաղաքապետարանը հիմնովին, որը ուզում է ճանապարհ երիտասարդական փողոցը վերանորոգի, բայց չի կարում, քանի որ վիոլա ջրի սխալ աշխատանքի արդյունքում, տեսեք, ամբողջ կեղտաջուրը սենց գնում։ Դիտահորել կա, վայ վիոլա ջուր մեռնը դիտահորի մեջ։ Ես ինչ ես դարես ազգի գլխին։ Տեսեք շենքերը, ամբողջ տարածքը։ Աբովյանը այն քաղաքներից է, որ օրորի ծաղկում է, օրորի կառուցվում, շենանում է, կանաչ գոտիներ են ավելանում, խաղահրապարակներ են ավելանում, բայց հիմա երիտասարդական փողոցում այս պայն պարապուրտ են մատնված, քանի որ մեծն վիոլա ջուրը ուխտի ականջում կամ քնած է, կամ ջայլամի քաղաքականություն է վարում։ Ահա նա ուր է այդում, սենց գնում է։ Ես մարդիկ, նայ։ Այս ճանապարհը, որ լրի պետք է սարքեն, ումի չեն կարում անել։ Էթում ջուրն այ միջև որտեղ է հասնում։ Այն խողովակները, որ դրել ես վիոլա ջուրում է պետք թանգարանային նմուշ է։ Շտաբովլուսն կեղտաջրի միջով է եթում հիվանդիտում։
Եփ են սարքելու վիոլան։ Վիոլան եփ է սարքելու։ Ին վերևից է գալիս է։ Ես այս դիտավորից է երևի գիտե։ Uf.